Պարոն Չախյան, դուք աչքի եք ընկնում ձեր ակտիվ ընդդիմադիրներին սուր խոսքով, այսպես վարկաբեկիչ նյութերով, ազգային ժողովում շարունակելու է գործելակերպը, որտեղ Ռուբինյանն ասում է բարեկիրթ արդեն պետք է լինի։ Ազգային ժողովում ես իրականացնելու եմ ազգային ժողովի պատգամավորի պարտականությունները։ Ձեր խոսքի ռետորիկայի Այդ թվում նաև քաղաքական առումով։ Այո, եթե հարկ եղավ, բնականաբար պետք է հնչեն նաև հայտարարություններ քննադատական տեսքով, բայց բարեկրթության սահմաններում իհարկե։ կհասնի բռունցքներին։ Չեմ կարծում։ Ես ինքս անձամբ դիտված չեմ դրան եւ չեմ կարծում, որ հարցը կհասնի բռունցքներին։ Իսկ այսպես ստվերային այդ ֆեյքերի փողակի հետ են ձեզ միշտ կապել, հիմա այդ տեղը թափուր է մնում, թե էլի չեք հրաժարվելու այդ։ Ես կարծում եմ թերևս բազմիցս նաև լրագրողները դարձել են ակնհայտ իշխանությունների ֆեյքային գրոհի զոհեր։ Դա նախկին իշխանությունների կողմից մտածածին շատ ակնհայտ կեղծիք ու սուտ էր, որը փորձում են անդադ կապել իմ անձի հետ, բնականաբար ոչ մի ֆեյք չկա եւ չի կարող գոյություն ունենալ։ Ինձ թվում է մեր ժողովուրդը, դուք հարգելի լրագրողներ, այս տարիների ընթացքում հասցրել եք համոզվեք, որ ես այն ինչը ուզում եմ որևէ մեկին ասեմ, ես դա ասում եմ իմ դեմքով։ Ամենևին կաշկանդված չեմ որևէ մեկին հասցեն քաղաքական քննադատություն հնչեցնել։ Կներեք, բայց նույնիսկ դուք չեք ընդունում այն լրատվամիջոցի կապը ձեզ հետ, որով փորձում եք նյութեր հրապարակել։ Իսկ դուք ընդունում եք Հայաստանի Հանրապետության դատական համակարգի որոշումներն ու վճիռները, կան դատական համակարգի որոշումներ եւ վճիռներ, համաձայն որոնց ինչ որ կայքեր, որոնք փորձ է արվում կապել իմ անձի հետ, դատարանի որոշմամբ այդ կայքերը ինձ հետ կապ չունեն։ Իսկ ինչպես եք վերաբերում են անձանց, ովքեր ֆեյքերի միջոցով ինչ-որ բան են մարդկանց ասում, վիրավորում են, ընտանիք են ներխուժում, այդ ֆեյքեր պահողները ինչպիսի անձիկ են, ինչ գնահատական կտակ։ Եկեք ազնիվ լինենք, ես ինքս անձամբ բազմաթիվ անգամ ֆեյքային գրողների զոհ եմ դարձել եւ միանշանակ ես կողմ եմ նրան, որ երբ որ մարդիկ դիմացինին ինչ որ բան են ցանկանում ասել, դա պետք է անեն բացառապես իրենց դեմքով եւ իհարկե կոռեկտության սահմաններում։ Ձեր երեխայի ծնունդի հետ կապված շնորհավորանքը դարձավ այսպես քաղաքական նաեւ քննարկման թեմա, դրան ինչպես եք վերաբերում, արդյոք դա չի գալիս նաեւ ձեր այս տարիների գործունեությունից, արդյոք չի գալիս նաեւ նրանից, որ կրկնեմ, ձեզ կապում են մարդկանց երեխաներին թիրախավորելու հետ, մարդկանց կանանց թիրախավորելու հետ։ Իսկ դուք երբևիցե տեսել եք, նկատել եք կամ կարող եք գոնե մեկ օրինակ բերել, երբ որ ես թիրախավորել եմ որևէ մեկի երեխային, անչափահաս։ Ես ասում են ֆեյքով։ Շատ սխալ են ասում, դա ակնհայտ կեղծիք է, իսկ ինչ վերաբերում է իմ գործունեությանը, թե արդյոք դա է դարձել պատճառ։ Ոչ ընդդիմության, ոչ բարեկրթությունն է դարձել դրա պատճառը, որովհետև անչափահաս երեխային թիրախավորելը նամանավանդ նորածին, կներեք, բայց առնվազն անընդունելի է։ Ու շատ հաճախ նաև ոմանց կողմից այդ տեսակ պավածքի դրսևորումը իմ կողմից է արժանացել քննադատության։ Դուք շատ թույլ տվեք շարունակեմ։ Դուք շնորհավորել եք որևէ մեկին։ Այս տարիների ընթացքում օրինակ ձեր մեջ այդքան ուժ գտել եք, որ որևէ մեկին հրապարակային, օրինակ Նիկոլ Փաշինյանի սուր քննադատության ենթարկող մարդկանց, ձեզ սուր քննադատողներին երբևէ շնորհավորել եք։ Եղել են առիթներ, որ ցավակցել եմ ինչ-ինչ հարցերով եւ ինչու ոչ նաեւ շնորհավորել եմ։ Ինչ վերաբերում է մանկահասակ երեխաներին թիրախավորելը, այդ գործելավոճը ինձ համար անընդունելի է եւ բնականաբար դա քննադատելի է։ Անկախ նրանից, թե երեխայի ծնողները ինչ քաղաքական հայացքներ ու դրսևորումներ ունեն, երեխաները դրա համար պատասխանատու չեն կարող լինել։ Պարոն Չախյան, ձեր եւ Արայիկ Հարությունյանի հարաբերությունները վերջին շրջանում ինչպիսին են եղել, որովհետեւ կան խոսակցություններ, որ լարվել էին եւ մասնավորապես հրաժեշտի ժամանակ Արայիկ Հարությունյանին դուք ներկա չէիք, համենայն դեպս տեսանյութերում չկար, նաեւ այն վերջին լուսանկարում դուք չկայիք, երբ Արայիկ Հարությունյանը հրապարակել էր կառավարության աշխատակազմը, այդտեղ։ Իմ եւ Արայիկ Հարությունյանի հարաբերությունները բավականին լավ են։ Մեր հարաբերություններում ոչ մի բան չի փոխվել։ 5 տարիների ընթացքում մենք շատ կառուցողական աշխատանք ենք ունեցել իրար հետ եւ այդ աշխատանքը ես ավելի քան վստահ եմ, որ մենք շարունակելու ենք ազգային ժողովում որպես ազգային ժողովի падգամավոր։ Իսկ ինչ վերաբերում է իմ այդ լուսանկարում ներկա գտնվել չգտնվելուն, ինչպես նկատեց հարգելի գործընկերը, ես որդի էի ունեցել նորածին եւ զբաղված էի այդ հարցերով։ Խունքի վարչապետի աշխատակազմից դուրս եկաք եւ Արայիկ Հարությունյանը եւ դուք տեղափոխվեցիք։ Եկեք մի պարզ բան հասկանանք։
որպեսզի որ տեղափոխվեցիք այս։ Արդյոք թերացել ենք թե չէ, գիտեք, այդ հարցին ես զերծ կմնամ պատասխանելուց, այդ հարցի պատասխանը կարծում եմ պետք է տա այն մարդը, այն քաղաքական առաջնորդը, ով այդ պաշտոնը վստահել էր մեզ, իսկ ինչ վերաբերում է ինչի վերցրեցինք падգամավորական մանդատը, շատ պարզ պատճառով, որովհետև падգամավորական մանդատը մեզ տրվել է ժողովրդի լեգիտիմ ընտրությունների արդյունքում։ Եվ ես այդ ամենի կողմնակիցն եմ, որ ժողովրդի լեգիտիմ ընտրությունների արդյունքում տրված քաղաքական այդ մանդատը պետք է վերցնել եւ տեր կանգնել դրան։ Ինչ ակնկալիքներ ունեք նոր մեկնարկած նստաշրջանից եւ ինչ օրակարգով է հանդես գալու։ Ակնկալիքներս հետեւյալն են, որ ես միտված եմ նրան, որ կառուցողական աշխատանք կլինի ընդդիմության եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության միջև, Համենայն դեպս միտումս դրան է եւ բնականաբար պետք է լինեն քննադատություններ եւ ինչը ոչ նաեւ բանավեճեր, բայց հուսով եմ դրանք կլինեն բարեկրթության սահմաններում միայն։ Համար էին ծափերը, ընդդիմության ոչ միայն Էդգար Ղազարյան, ընդդիմության անունները երբ որ հնչում էին, ընդդիմադիրների իշխանությունը ծափահարում էր, ծափերը ինչի համար։ Իսկ դրան զուգահեռ ինչի չնկատեցիք, որ երբ որ հնչում էին քաղաքացիական պայմանագիր խմբակցության ընտրված падգամավորների անունները, նույն ընդդիմությունից եւ ոչ մեկ չէր ծափահարում։ Կանոնակարգով ասում են նման բան չկա։ Ընդդիմության падգամավորները նույնիսկ ոտքի չէին կանգնում, երբ որ իրենց անուններն էին հնչում։ Բայց դրա մասին ինչի չեք հնչում, ինչի չեք խոսում։ Հետ կապված փաստացի падգամավորը հիմա չի կարողանում, հա, հավանություն նոր խորհրդարանը հավանություն չի արժանացրել, դատախազը չի եկել եւ այլն, բայց այդ մարդը չի կարողանում իր լիազորությունները։ Արտուր Սարգսյանը անցնում է քրեական գործով ու դրա գիտեք ինչ կա, քրեական գործով անցնող մարդը պետք բնականաբար անցնելու է ինչ-ինչ պրոցեսներ ու դա նորմալ պրոցես է, որ այս դեպքում օքեյ կա, բայց դրա վճիռը ես չեմ տալու, դա տալու է դատարանը, դա տալու է քննիչը։ Դրա պատասխանատուն ես չեմ։ Դե կներեք էլի, ես չեմ մեղավոր, որ Արտուր Սարգսյանը անցնում է քրեական գործով։ Կներեք։ Պարոն Չախյան, քանի որ դուք նաև մարզ եք ներկայացնում, մասնավորապես Շիրակի մարզը, ինչ եք անելու, ինչ փոփոխություններ եք բերելու Շիրակի մարզին եւ մասնավորապես Արթիկ համայնքին, չգիտեմ, դուք նկատած կլինեք, թե չէ, բավականին ոչ բարվոք վիճակում է գտնվում Արթիկի կենտրոնական հրապարակը քաղաքապետարանին կից, որի քաղաքապետը ձեր քաղաքական թիմի ներկայացուցիչ Անանիկ Ոսկանյանն։ Ես եթե չեմ սխալվում, եթե անկեղծ լինենք, չեմ հասցրել մանրամասն ուսումնասիրեմ, բայց եթե չեմ սխալվում, կա նախագիծ վերափոխելու ձեր նշած հրապարակը, ինչ վերաբերում է ինչ օրենսդրական փոփոխություններ կլինեն, ձեռս կմնամ դեռ պատասխանելուց, ընթացքում կհասկանանք արդեն ինչ օրենսդրական փոփոխություններով կարելի է հանդես գալ։ Իսկ Գյումրիում արտահերթ ընտրություններ այնուամենայնիվ լինելու են, թե այդ մտքից իշխանությունը հետ է կանգնել։ Գյումրիում կա խնդիր, դա միանշանակ է, որ այդ խնդիրը պետք է լուծվի, դա էլ է միանշանակ։ Պայմանավորվել եք Վարդան ներողություն։ Այսինքն, որովհետև կներեք, բայց իսկ դուք Արթիկի դեպքում տեսնում եք այն հսկայական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել։ Օրինակ ես նախկինների ժամանակվանից սկսած փողոցները, որոնք ասֆալտապատված չեն, շարունակում են ոչ ասֆալտապատված մնալ կամ լավ, դա չի մտնում որևէ ծրագրի մեջ Արթիկի կենտրոնական հրապարակում նստարանները մասնատված վիճակում են, որտեղ որևէ մեկը չի կարող։ Եկեք մի պարզ բան հասկանանք, որ գիտեք ինչ կա, այն որ 30 տարիների ընթացքում ոչ մի աշխատանք չի արվել ու այսօր մեղադրել իշխանությանը, թե ինչի եկել եք իշխանության ու միանգամից բոլոր հարցերը չեք լուծում, կներեք, բայց դա անարդար է։ Իսկ նույն Արթիկում, նույն Գյումրիում ինչքան հարցեր են լուծվել։ Նույն Արթիկում քանի մանկապարտեզ է կառուցվել։ Ինչի դրա մասին չենք խոսում։ Հիմա եկեք հասկանանք, առաջնայով խնդիրներ կան։ Կառուցեցինք մանկապարտեզները, ինչքան գիտեմ հիվանդանոցը հիմնանորոգվել է, չէ՞, եթե չեմ սխալվում։ Նորն է կառուցվում, նոր դպրոց է կառուցվում։ Ժամանակ էլ է ձեզ ասեմ եղել։ Շատ լավ, նախկիններից որ մեկի օրոք է Արթիկ քաղաքում դպրոց կառուցվել։ Խնդրում եմ ասեք ու որ դպրոցը։ Խնդրում եմ ասեք։ Հիմնանորոգվել է նոր կյանքի միջնակարգ դպրոցը, որտեղ ես Արթիկի մասին է խոսքը։ Ես Արթիկի դպրոցում սովորել եմ։ Նոր կյանքը գտնվում է Արթիկի հիմնանորոգվել է, բայց չի կառուցվել։ Արթիկում հենց հիմա դպրոց է կառուցվում։
Արտիկում հենց հիմա դպրոց է կառուցվում։ Նախկիններից որ մեկի օրոք է Արտիկում դպրոց կառուցվել։ Գիտեք ինչի չեք հիշում։ Մի բարձ պատճառը, որովհետև ոչ մեկի օրոք դպրոց չի կառուցվել։ Կներեք, բայց եղան հրապարակումներ, որ Վարդան Ղուկասյանի հետ կարծես թե իշխանությունը պայմանավորվածության է եկել։ Այս մասով ինչ կարող եք ասել։ Անլուրջ է, առնվազն անլուրջ է։ Ես գիտեք, ինչ կա առնվազն պետք է միամիտ լինել հավատալու նրան, որ իշխանությունը կարող է գնալ ինչ-որ ստվերային պայմանավորվածությունների կոռուպցիոներ Վարդանիկի հետ։ Կներեք, բայց դա անլուրջ է, էլի։ Այսինքն ընտրությունների թեման դեռ ձեզ համար արդիական է իշխանությունների։ Իհարկե ակտուալ է։ Գյումրիում կա խնդիր եւ այդ խնդրին պետք է լուծում գտնել։ Միանշանակ է դա։ Պարոն Շախյան, քանի որ այդ բարքերից եք նաև խոսում, Հայկ Կոնջորյանի եղբոր Ավետ Կոնջորյանի դրվագով նայել է ծեծի ենթարկվել, բայց նաև ինքը ասում են վնասով է աշխատում։ Մենք տեսանք, թե ինչքան աշխատավարձ է ստանում Հայկ Կոնջորյանի։ Կներեք, բայց այդ կոռուպցիայի դեպք ես չեմ տեսնում։ Եթե օրենքով սահմանված կարգով մարդը աշխատավարձ է ստանում, ինչ կոռուպցիայի մասին է խոսքը, այլ հարց է, որ դուք արդարացի չեք համարում այն աշխատավարձի չափը, որը ինքը ստանում է, դա հարցի լրիվ այլ կողմն է, բայց կներեք, այդտեղ կոռուպցիա չկա, որովհետև մարդը ստանում է ամսական օրենքով իր համար նախատեսված աշխատավարձը։